Alpha News-ի տաղավարում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, պարոն Հակոբյան, բարև ձեզ։ Փաշինյանի անցանկալի չպլանավորված այցը համենայն դեպս հասարակության հատվածի համար, ովքեր այդ պայն գտնվում են եկեղեցում, մեծ իրարանցում առաջացրեց, միջադեպ տեղի ունեցավ, միջադեպի 2-3 մեղավոր է կարգվել, քրեական գործ է ընթանում, քննչականում է գործը այս պահին, դեռ չգիտենք ինչ ընթացք կստանա, ինչ վերդիկտ կկայացնի դատարանը, թեպետ եզրակացությունները կարծում եմ դժվար չէ արդեն իսկ անելը։ Այդուամենայնիվ, եթե Փաշինյանը կարծում է, որ տվյալ երիտասարդները կամ շատ այլ տարբեր միջադեպերով իր հանդեպ, իր պաշտոնի հանդեպ գուցե նաև մեղք են գործում, ապա ինչու չի այսպես չակերտավոր ցույց տա, որ իբրև թե ամեն ինչ կարգին է, ամեն ինչ նորմալ է, իր մոտ ամեն ինչ դա ընդունելի է, այսինքն դա ժողովրդավարական երկիր է եւ երիտասարդները պարզապես իրենց կարծիքն են հայտնել։ Գիտեք, ես առաջինը դեռ վստահ չեմ, որ հենց այդ ճանապարհով չի գնալու, այս նախընտրական, այսպես ասենք, այդ հնարքը չի օգտագործվելու, բարի ցարի կերպարի մեջ չի մտնելու, դա դեռ մենք կտեսնենք ընդհանուր առմամբ, դա կարող է լինել օրինակ, ինչպես ժամանակին ասում էին, աշխատավորների խնդրանքով, այսպես ասենք, բարի ցարը ողորմություն կանի, կների եւ այլ։ Ես դա չեմ բացառում ընդհանուր առմամբ, բայց մյուս կողմից, որպեսզի նման քայլի գնա, այսպես ինքը պետք է փորձի հնարավորինս բարձրացնել խաղադրույքները, այսինքն այս process-ի շուրջ պետք է այդ խաղադրույքները բարձրացնի, որոշակի էմոցիոնալ էսկալացիա լինի հասարակության մեջ, որպեսզի այդ ամենագուցե գագաթին, ամենապիկին, այդ էմոցիոնալ ամենապիկին հասարակության մոտ նման քայլի գնալ։ Այնպես որ ես չեմ բացառում դա ընդհանուր առմամբ, որովհետև նախընտրական շրջան է եւ ցանկացած քայլ ուղղված է հնարավորինս ընտրողների ձայներ կորզելու համար։ Այդ թվում նաև նման ինչ-որ չափով ստանդարտ քայլերով։ Այս կերպ, այս մեթոդներով Փաշինյանը կարող է ձայներ կորզել։ Գիտեք, բայց ես ավարտեմ միտքս, բայց այստեղ, քանի որ մենք գործ ունենք Փաշինյանի հետ, մենք չպետք է բացառենք նաև, որ Փաշինյանը լինելով բավականին զգուշ մարդ, որը գնում է ընտրությունների այն մտքով, որ սա գոյաբանական նշանակություն ունի իր համար եւ տվյալ պարագայում ցանկացած այսպես ասենք հակադրություն իր հետ առավել եւս եթե դա նման բնույթ է կարող է կրել, ասենք կարող են հայոյել, կարող են նույնիսկ ինչպես մենք տեսնում ենք փորձել ինչ-որ ֆիզիկական ներազդեցություն ունենալ, ինքը պետք է ցույց տա, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, ընդհանուր առմամբ, որ ցանկացած դրսևորում, ցանկացած կոշտ դրսևորում ինքը փորձելու է դա հենց, այսպես ասենք, բնորանում խեղդի այս առումով։ Այնպես որ բոլոր տարբերակներն այստեղ կարող են լինել, բայց չի բացառվում նաև, ինչպես հիմա ընդունված է ասել, հիբրիդային տարբերակը, այսինքն սկզբից գայքեքը միջև վերջ ձգվեն, բայց հետո բարի ցարը այսպես իր վերջնական խոսքը ասի, այսպես ասենք, հասարակության լայն խավերի խնդրանքով։ Պրոցեսը, գործընթացը երկարում է, որպեսզի հասարակության մյուս հատվածին ցույց տա, որ դա ընդունելի չէ իր համար, որպեսզի դա չկրկնվի այլևս։ Ոչ թե ընդունելի չէ, այլ անթույլատրելի է, այսինքն, որովհետև նախընտրական կամպանիայի ժամանակ, նախընտրական ժամանակաշրջանում շատ կարևոր է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը նախ եւ առաջ իր թիմակիցներին վստահություն ներշնչի, որ ամեն ինչ վերահսկողության տակ է եւ ինքը, ինչպես հիմա ընդունված է ասել, բավականին ձիգ է, բավականին կտրուկ է տրամադրված եւ որևէ մեկը կասկած չպետք է ունենա դրանում։ Մյուս կողմից իր ընտրազանգվածին ինքը պետք է հզոր լիդերի, հզոր առաջնորդի կերպար իր կոնկրետ ընտրազանգվածի համար ցույց տա, ապացուցի, որ ինքը նույն Նիկոլ Փաշինյանն է, ինչ 2018 թվականին։ Այս առումով ինքը խնդիրներ ունի, իհարկե, խնդիրներ ունի, որովհետև որևէ հաշվարկ չկա, թե արդյոք
այն ինչի մասին մենք հիմա խոսում ենք, կարող է գոնե 1-2%-ով ավելացնել իր վարկանիշը, որովհետև խնդիրը հիմա Նիկոլ Փաշինյանի ուժեղ կամ թույլ ելնելու մեջ չի նույնիսկ։ Խնդիրը նրանում է, որ ըստ էության Նիկոլ Փաշինյանի հետ այլևս տարբեր սեգմենտները, որոնք արդեն կողմնորոշված են, որևէ հույսեր չեն կապում։ Այս առումով նույնիսկ այն ընտրազանգվածից, որը որ կոչվում է չկողմնորոշված, ձայներ կորզելը պրոբլեմատիկ է Նիկոլ Փաշինյանի համար, ի տարբերություն ընդդիմադիր որոշ այլ խավերի, այլ թիմերի, որոնք խաղում են այդ ընտրազանգվածի ձայները պոկելու համար։ Դուք ասացիք Փաշինյանը զգուշավոր է։ Արդյոք դրանով է պայմանավորված ապրիլի 1-ին իր այցը Ռուսաստանի Դաշնություն իր իսկ ցանկությամբ իդեպ։ Գիտեք, իհարկե զգուշավոր է, ես ասեմ ձեզ, որ իր մեջ վախ կա, մտահոգություն կա, որովհետև Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, ինքը շատ լավ հաշվարկում է, թե աշխարհակաղակական եւ ռեգիոնալ ուժային կենտրոնները ինչ կարող են անել ընտրական գործընթացներում եւ ընտրություններից հետո ընդհանուր առմամբ։ Իր համար շատ կանխատեսելի է եվրոպացիների դիրքորոշումը, այսինքն, բայց ինքը շատ լավ հասկանում է, որ Եվրոպան, Միացյալ Եվրոպայի այդ կառույցները իրենք առանձնապես գետնի վրա Հայաստանում առանձնապես ռեսուրսներ չունեն։ Այսինքն առավելագույնս ինչ եվրոպական կառույցները եւ իրենց այդ օպերատիվ, չգիտեմ, ջոկատներ, խումբներ, որը որ գալու է, կարող են անել, դա աչք փակել Նիկոլ Փաշինյանի հնարավոր ապօրինությունների վրա, հնարավոր բռնությունների վրա, որոնք կարող են իրականացվել եւ համապատասխան եզրակացություն դիտորդների անունից գրվեն, բայց սա երևի թե իր համար բավարար չէ, որովհետեւ գետնի վրա դա առանձնապես որևէ լուրջ ռեսուրս չէ։ Միացյալ Նահանգների պարագայում, որոնք այդ երկրի փոխնախագահ, ինչպես հայտնի է, իր աջակցություններ հայտնում Նիկոլ Փաշինյանին, Միացյալ Նահանգների պարագայում ամեն ինչ նույնպես անորոշ է, որովհետև Միացյալ Նահանգները հիմա զբաղված են այլ խնդիրներով, այլ խնդիրներով եւ շատ հնարավոր է, որ հիմա այլևս թե տրիպը, թե Նիկոլ Փաշինյանը, թե այս տարածաշրջանը, որպես Իրանին կից տարածաշրջան, առանձնապես հետաքրքրություն հիմա ամերիկացիների մոտ չառաջացնի եւ այս պարագայում կարող է Նիկոլ Փաշինյանի արժեքը ամերիկացիների մոտ եւ Տրամպի մոտ զգալիորեն նվազած լինի եւ այս պարագայում երբ Միացյալ Նահանգները նույնպես զբաղված են այլ խնդիրներով եւ ինչու՞ չէ գետնի վրա նույնպես առանձնապես ռեսուրսներ չունեն, այստեղ իրենց ներկայությունը նույնպես ավելի շատ քաղաքական է հիմնականում, այստեղ էլ առանձնապես օգուտ կարծես թե Նիկոլ Փաշինյանը կարող է չստանալ։ Մնում է որպես կանխատեսելի եւ հավատարիմ դաշնակից Ադրբեջանը եւ Թուրքիան, Հայաստանին, իշխանություններին եւ ամենաանորոշ այսպես դերակատարը Ռուսաստանն է մնում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի համար շատ դժվար է կանխատեսել, թե այս ընտրությունների հետ կապված Ռուսաստանը ինչ դիրքորոշում կարող է ընդունել։ Ռուսաստանի, ինչպես ասում են, դիապազոնը հնարավոր գործողությունների, ինչպես կյանքն է ցույց տալիս, եւ ոչ միայն Հայաստանի հետ կապված, դա ոչինչ չանելուց միջև այնպիսի բաներ անել, որոնք նույնիսկ դժվար է պատկերացնել։ Այսինքն, այս առումով, քանի որ Նիկոլ Փաշինյանի համար Ռուսաստանի հնարավոր գործողությունների մարժան հասկանալի չի, ինքը ի վերջո ուզում է, ինչպես ասում են, ռազվեդկա բոյեմ փորձի գնալ Պուտինի մոտ եւ փորձել հասկանալ ի վերջո Ռուսաստանի դիրքորոշումը եւ ուղղակիորեն Պուտինի դիրքորոշումը առաջիկա ընտրությունների հետ կապված որն է։ Այդ անորոշությունը շատ է մտահոգում Նիկոլ Փաշինյանին, վախացնում է Նիկոլ Փաշինյանին, բնական ձևով մտահոգում է նրան, այդ իսկ պատճառով ինքը փորձելու է ինչ-որ մի բան, այսպես ասենք, ուղղակիորեն հասկանալ, ուղղակիորեն կորզել, դժվար է ասել, որ կհասկացնեն իսկ։ Ենթադրում եմ, որ կարող են հասկացնել, բայց այնուամենայնիվ ավելի շատ կարծում եմ, որ գուցե այդ անորոշությունը մնա։
Եվ վերջին թեման, պարոն Հակոբյան, Հայաստանում երեք փակվեց ամերիկյան համալսարանը մի քանի օրով, որովհետև Իրանի կողմից հրթիռակոծման վտանգ կար։ Մենք փաստացի երևի թե սա առաջին դեպքն է, երբ ականատես ենք լինում, որ իրանական պատերազմը, Իրանի դեմ պատերազմը որոշակի ռեալ եւ տեսանելի ազդեցություն է ունենում Հայաստանի հասարակական կյանքի վրա։ Արդյոք սրանից դասեր ունի քաղելու նաեւ գործող իշխանությունը, եթե երեք ավելի ճիշտ փակվում է Հայաստանում ամերիկյան համալսարանը, ապա կա արդյոք վստահություն, որ վաղը չի փակվի թրիփ նախագիծը։ Գիտեք, ես կարծում եմ, որ դասեր պետք է քաղի այս ամեն ինչից ոչ միայն գործող իշխանությունը, այլ նաև ապագա իշխանությունը առհասարակ, այսինքն պետք է շատ հստակ հասկանալ, թե իրական process-ները, որոնք տեղի են ունենում մեր տարածաշրջանում, ինչ ուղղությամբ են գնում, թե իրականում ինչ մեխանիզմներ են աշխատում, ինչ գործող ուժեր կան, ովքեր են գետնի վրա, այսպես ռեսուրսային, ովքեր են գետնի վրա կարողանում հարցեր լուծել, ովքեր են ընդամենը հայտարարությունների մակարդակով հանդես գալիս։ Այս առումով ես կարծում եմ, որ ոչ միայն Հայաստանի ներկա եւ ապագա իշխանությունները դասեր պետք է քաղեն, այլ նաեւ բոլոր այն երկրները, որոնք գտնվում են մեր տարածաշրջանում, եւ ես կարծում եմ Պարսից ծովի շատ երկրներ, որոնց ոչ թե սպառնացել են, այլ կոնկրետ գործողություններ են եղել իրենց տարածքում գտնվող ռազմական բազաների կամ երկակի կամ եռակի նշանակության ինստիտուտների կամ ձեռնարկությունների նկատմամբ իրենք շատ լավ հասկացել են դա։ Եվ եթե մենք խոսում ենք հիմա տրիպի վերաբերյալ, իհարկե ես կարծում եմ, որ եթե տրիպը այն իմպլեմենտացիան ստանար, որի մասին խոսվում էր, այդ հիշում եք front office, back office, հա, տարբեր վարկածներ կային, թե անվտանգությունը այդ ամեն ինչի, ինչ կազմակերպություն է պահելու, չէ, վեկայի մասին էին խոսում, չգիտեմ, երրորդ երկրի, տարբեր վարկածներ կար, թե ովքեր կարող են լինել այդ երրորդ երկիրը, այստեղ շատ բան կախված է նրանից, թե Իրանը, օրինակ, հիմա մենք տեսականորեն խոսակցություն ենք, հա, եթեներով ենք խոսում, Իրանը ինչպես կգնահատեր այդ տարբեր կառույցների ներկայությունը իր սահմանների վրա ընդհանուր առմամբ։ Տեսեք, տարբեր դուք հիմա ամերիկյան համալսարանի մասին ասացիք, տրիպի մասին ասացիք, եթե նույնիսկ ամերիկյան համալսարանը դիտարկվում է որպես թիրախ, ապա ես կարծում եմ, որ նման թիրախներ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության մոտ Հայաստանի տարածքում տարբեր բազմաթիվ կարող էին լինել։ Շատ կան ընդհանուր առմամբ։ Այո, ընդհանուր առմամբ։ Այս առումով ես կարծում եմ, որ ժամանակները այնպիսին է, որ այդ սելեկտիվ աշխատանքը, թե ինչ պետք է ունենաս քո տարածքում, ինչ պետք է ունենաս, դա ամենակարևոր խնդիրներից մեկն է, որովհետև ստացվում է, որ նույնիսկ ուղղակիորեն ներգրավված չլինելով որևէ կոնֆլիկտի մեջ, բայց քո տարածքը պրոքսի պատերազմների համար տարածք դարձնելով դու կարող ես ուղղակիորեն մասնակից դառնալ այդ պատերազմին, ընդ որում շատ ավելի մեծ մասշտաբներով տվյալ պարագայում, քան որոշ Պարսից ծոցի երկրներ, որոնք ուղղակիորեն հրթիռակոծվել էին եւ մենք տեսնում ենք ինչեր է կատարվում եւ կատարվելու է։